Լուսեր առավոտից 9:30 հանրային ռադիոյի ուղիղ եթերի ժամը է, սիրով ասում ենք բարի լույս բոլորին։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ուրախ ենք ողջունել ձեզ եւ բնականաբար 9:30-ից մինչ ժամը 11-ը դուք լսելու եք մեր ձայները, մենք փորձելու ենք ձեզ լավ տրամադրություն փոխանցել։ Այսօր մեր ձայնը լավն է դեպի։ Այ դեպ շնորհակալություն մեր տեխնիկական անձնակազմին։ Այսօր սուպեր ձայներ են մեզ ապահովել։ Շնորհակալություն մեր տեխնիկական անձնակազմին, շատ լավ ձայն ունենք եթերում, շնորհակալություն։ Այսպես շփտացեք, հրաշալի է ուղղակի։ Դե ինչ, Լուսինե Մուրադյան, Տիգրան Հարությունյան, Սուրճ Սրարավոտից, Լուսինե Նորեկյան, Խաչատուր էստեղ, Ստեփան, այ մի ամբողջ թիմի ռադիոտան բնակիչներ արթնացել են բոլորը, որպեսզի ձեզ լավ տրամադրություն պարգևեն տարատեսակ տեղեկատվությամբ, լավ երաժշտությամբ եւ հաճելի զրույցներով։ Եվ իհարկե սուրճով, մի մեծ Ոչ բաժակ միայն սուրճ։ սուրճ։ Հա, ես Ինչ է իմ այս քաղցրներել եմ բոքսում բերել այստեղ թաքնված։ Բայց դրանից զատ դու ունես համեղ Կոնֆետներ։ կոնֆետներ, քեզ լավ ենք նայում Տիգրան ջան։ Այո։ Դե ինչ, արի սկսենք լավ տրամադրությամբ, լավ երաժշտությամբ եւ ասենք կրկին բարի լույս բոլորին, այո։ Ինչ անում քեզ համար անում։ Գիտեմ Տիգրան ջան, ես էլ քեզ համար։ Գնացինք։ Երանի վերևի սունգար Արևը ամպերից տունգար Ու մաքրեր քաղաքնին նոր սերգար Երանի սարերից հով գար Ու անուշ կամու հետ զով գար Սեր ապրեր քաղաքնույն տունը Նոր գարունգար Երևան վեր Ամեն օր բոլորին դու բերսեր Լցրու փողոցներդ երկու խաղով Ամենագեղեցիկ ծիծաղով Երևան վեր Ամեն օր ամենին դու դուրսեր Լցրու քո բակերը երկու խաղով Արևոտ գեղեցիկ ծիծաղով Երանի ամպերի զունգար Ամեն հայ տարից տունգար Ու լցվեր քաղաքնին նոր մանկան ճիչով Երանի խաղաղություն գար Կեպուստար Ու ապրեր քաղաքնին նոր սիրո կանչով Երևան վեր Ամեն օր բոլորին դու բերսեր Լցրու փողոցներդ երկու խաղով Ամենագեղեցիկ ծիծաղով Երևան վեր Ամեն ուր ամենին դու դուրսեր Լցրու քո բակերը երկու խաղով Արևոտ գեղեցիկ ծիծաղով
Սեր առավոտից 9:35 սիրով ենք ասում բարի լույս բոլորին, ովքեր այս պահին լսում եւ դիտում են հանրայինի առաջին ալիքը։ Այո, եթե միայն լսում եք, ապա մուտք գործեք Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ հայատար գրելով եւ հետեւել նաեւ վիդեո տարբերակին։ Չենք մոռանում իհարկե ջերմ խոսքեր ուղարկել կոմենտների տարբերակով եւ 553702 դա մեր ուղիղ հեռախոսահամարն է, այստեղ բարի լույս, բարի օր են մաղթում Աննա Մելյանը, մեզ է նաեւ ունկնդրում մեր շատ սիրելի ակնդրում նաեւ գործընկեր Սևակ Հակոբյանը, ջերմ ողջույններ Սևակ։ Մի քիչ անպամած, մի քիչ անձրևային, բայց Մի քիչ, լավ սրտով, 70% ժպիտով բարի լույս բոլորին։ Անձրև այսօր Տիգրան ջան։ 16 աստիճան է ուզում սպահին։ եմ ասել, հա։ Ցերեկը լինելու է 19 աստիճան, 19-20 այդպես։ Այդպես, այո։ Հա, ասենք նաև ինչ եղանակ է սպասում հանրապետության տարածքում, մայիսի 13-ից 15 սիրելիներ ժամանակաժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Իմանանք այդ մասին։ Իմանանք այդ մասին, նաև հասկանանք Մայրաքաղաքում էլ պատկերը նույնն գրեթե է։ նույնն է 13-ից 15 առանձին հատվածներում, բայց հորդարատ անձրև է սպասվում։ Այսինքն Աչափնյակում Դե, հորդառատ չի, տեսած, Պարզապես Շենգավիթում անձրև, հորդառատ այո, է։ ով գիտի։ Հիմա կենտրոնում մեզ մոտ շատ էսպես մեղմ թույլ անձրև է։ Մեղմիկ, Մեղմիկ, պարկ ու մեղմիկ։ կար հորինեցի էլի տեղում։ Իմիջալոց, մեր աչքը լույս, Դե ձեր հիմա աչքն էլ ուշադրություն։ լույս, վերջապես։ Տեղի ունեցավ այն բաղձալի երկար սպասված պահը, որ մենք կասենք, որ ամբերտ տալող ճանապարհը էլ փակ Վերջ, չի։ բացվեց այդ Ծափերը ճանապարհը։ ուր են Տիգրան ջան։ Հատուկ քեզ համար դու էլ ախաչում կարդալու եմ։ ոչինչ չունես։ Չէ, դե ինձ բան այսպես ադրենալին էր էլի, որ ամեն անգամ ասում էի դեռ փակ է, դեռ բաց է։ Արի ասենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Փակ ճանապարհ չունենք, լարսնել է բաց։ Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների Էլ ինչ համար։ եք ուզում ասա։ Էլ վերջ, սիրտս հանգստացավ, որ այդ ճանապարհն էլ բացվեց, բայց մենք Հանգիստ մի օր գիշերը կքնենք։ Բայց մենք մի օր պիտի գնանք այդտեղ Ես սուրճ գնացել եմ, խմենք, ես եղել եմ։ Դե իմ աչքերն է, բայց ես էլ տեսնեմ ինչ տեղ է այդտեղ, որ անդադար փակ է, սուրճ խմենք, Լավ ստորի տեղ է, անենք, լավ կանենք, տեղ է, կգնանք։ տեսնում ես, այո։ Արի նաև բացենք օրվա օրացույցը Արի։ եւ հասկանանք ինչ կա։ Չկա 13-ն է մայիսի, օրը 3 շաբթի, տարվա 133-րդ օրն է։ Դու գիտեի, որ 1830 թվականին Էկվադորը դուրս եկավ Մեծ Կոլումբիայի կազմից եւ հռչակեց իրեն հանրապետություն։ Ուրա, ուրա, ուրա։ Ուրա, ուրա։ Հա, ուրիշ Երևանում բան չեմ գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը Էլեկտրակայանը 1907 թվականին, այո, Այո։ հետաքրքիր է։ Եվ կարող ենք ասել, որ առանձնապես այդպիսի մեծ իրադարձություններ այսօր տեղի չեն ունեցել, դե բայց մի քիչ։ Բայց այսօր այն օրն է, երբ մարդիկ կարող են փայլել իրենց հետաքրքիր եւ արտարոց ունակություններով։ Ինչու՞։ Որովհետեւ 13-ն է Հա, մայիսի։ լավ է չասեցիր, ուրբաթ չի, նոր բան ենք մտածել։ 3 շաբթի 13-ը։ 3 շաբթի 13-ը ինչով է այն նշանավորվել մեզ համար եւ ինչի մասին ենք զրուցելու ռադիոլսողների հետ, հենց հիմա կասենք։ Այո, հենց հիմա խոսենք, մենք մի քիչ կգնանք, չգիտեմ, միստիկա բառը չեմ ուզում ասել, բայց ավելի շատ ես կարծում եմ, որ ամեն ինչ գիտական բացատրություն ունի, ես հակված եմ տանել դեպի այդ ուղղություն։ Ունեք ձեր շրջապատում արտասովոր ունակություններով մարդիկ, եթե այո, զանգահարեք, պատմեք, թե ինչ արտասովոր ունակություններ ունեն։ Չեմ ասում թռնում են օդի մեջ, այլ նկատի ունեք օրինակ փայլուն հիշողություն։ Կամ գտալը կարող են այսպես ինչ անել, կպցնել ձեռքին։ Պատմեմ, բարեկամներով նստած էինք եւ մեր բարեկամը իր աղջկան ասաց, հիշում ես փոքր տարիքում ինչպես էիր կարողանում ձեռքի տափի մեջ գտալ պահել, ասաց այո, բա հիմա չես կարողանում, ասաց հիմա էլ կարող եմ։ Ուղղակի այդ գտալը ափով այնպես էի հարմարեց, որ մնում էր։ Այսինքն այդտեղ ոչ մի միստիկ բան չկար, հնարքներ կարելի է օգտագործել եւ հարցը լուծել։ Բայց կան մարդիկ, ովքեր ունենան գերբնական օրինակ դու արտասովոր ունակություն ունես, որ նկատել ես եւ դա քեզ օգնում է։ Տես, արտասովոր ունակություն բոլորս ունենք, ուղղակի մենք այն չենք բացահայտում կյանքի ընթացքում կամ գուցե բացահայտենք։ Ինչ իմ ունես։ ինտուիցիան է շատ։ Օրինակ մարդը կարող է հոտառությամբ այսպես հասկանալ աղի է ուտեստը թե ոչ։ Դարտերս իրար մի դուր։ Դու կարողանում ես դա հասկանալ։ Ես ընդհանրապես հոտառություն հիմա չունեմ։ Դա էլ է ունակություն։ Որ չունեմ, կորցրել եմ։ Դա էլ է ունակություն։ Այդ մխիթարանք էր, հա, այսպես ասած։ Չէ, ինձ մոտ ինտուիցիան է շատ լավ զարգացած եւ ես հստակ կարող եմ հասկանալ, որ ինտուիտիվ որ զգացողությունս է, որ ճիշտ է եւ անպայման իրականություն կդառնա։ Այո, հիմա դե ասա ինտուիտիվ
Մենք հիմա հայտնի հոբելարի որ հոբելարի մասին ենք Դե լավ, այդ արդեն ծիծաղելի է, հաբրակադաբրա, չէ։ Այսպես անենք։ Ոչ, այսօր այո, Stevie Wonder-ի ծննդյան օրն է, հայտնի, հա, այսպես ամերիկացի գերաստղ, կոմպոզիտոր, դաշնակահար, թմբկահար, պրոդյուսեր, հասարակական գործիչ, ինչ ասեմ, 20-րդ դարի երաժշտության վրա մեծ ազդեցություն ունեցած մի մարդ, ով գուրությամբ տարապում է երկար տարիներ։ Բայց դա չի խանգարել, որպեսզի նա 25 անգամ Grammy մրցանակակիր դառնա։ Տես, ինքը ուներ կուրություն, բայց ինքը մեզնից էլ ավելի շատ լավ էր տեսնում աշխարհը, որովհետև կարողացավ գուցե կույր չլիներ եւ չկարողանար այսքան տաղանդավոր լինել։ Իդեպ նրան առաջարկել են բազմիցս վիրահատել, նա ասել է ոչ, ես չեմ ուզում տեսնել այն աշխարհը, որտեղ դուք ապրում եք։ Ինձ իմ աշխարհը շատ ճիշտ է ասել իրականում։ Երջանիկ մարդ է եղել։ Այ լսենք հայտնի հիթը։ Սուրճ ու սեր առավոտից 9:44 րոպե շարունակում ենք աշխատել հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Բարի լույս եւս մեկ անգամ սիրելի ռադիո լսողներ, եւ այստեղ ես կարդում եմ մեկնաբանությունները մեր ռադիո լսողների։ Աստղիկ Սարվարյանն ասում է բարի լույս, Սևակթունյանն ասում է բարի լույս 99-ամյա ծերունի հանրային ռադիոին, որի 30 տարիները միասին են անցել։ Ձեզ լավոր Տիգրան եւ Լուսինե ջան։ Ապրեք, փոխադարձ, բոլորին լավոր, հաջողվոր։ Մայիս Մանուշ Ասատրյաններ անունով օգտատերը գրում է բարի լույս Անձրև աղջիկ, ում հանդուրժում է մեղմ քամի, նախր շատ լավն եք։ Ով էր Անձրև աղջիկը։ Դե երևի ես էլի հաշվի առնելով սերի պատկանելությունը Դե ուզում եմ հասկանալ, գուցե մեր Հա, գուցե Լուսինե Նորեկյանին նկատի ունեին, գուցե, իսկ ինչու ոչ։ Չէ, Լուսինե Նորեկյանին գուցե, ինչու ոչ։ Իսկ ինչու ոչ։ Լուսինե ջան, դու
Անձրևի աղջիկն ես։ Հա, վերջ լուսնի։ Այսօրվանից դու դարձել Անձրևի աղջիկ։ Եվ Գայանե Այվազ Բալյանն է մեզ Դե ողջունում, իհարկե, ասում է դե կարելի է ձեզ զանգահարել։ Դուք երբ եք հարցրել մեզ զանգահարել։ 55-3702 զանգահարեք, պատմեք ձեր շրջապատի արտարոց ունակություններով մարդկանց մասին։ Եթե դուք ունեք այդ արտառոց ունակությունները, առավել հետաքրքիր զանգահարեք, տեսնենք թե ինչ ունակություններ ունեք դուք։ Օրինակ, ես տարեթվեր ընդհանրապես չեմ հիշում, բայց ես անկիր գիտեմ բոլոր երգերի տևողությունները րոպե վայրկյանով։ Դե դա ռադիոյի աշխատողների մասնագիտական հմտությունն է։ Բայց թվերի մասին խոսեցինք, անդրադառնանք օրվա փոխարժեքին։ Այո, ամերիկյան $1 արժե 388 դրամ 86 լումա, եվրոն 430 դրամ 74 լումա է, ռուսական ռուբլին 4.7 է, վրացական լարին 141.89 է, բրիտանական ֆունտ ստերլինգը 511.4 է, եւ չինական յուանը 53.953 է։ Ես կարծում եմ, որ լավ կլիներ, որ նաեւ մուտք գործեինք Զվարթնոցի կայք եւ փորձեինք հասկանայինք արդյոք ուշացումներ, փոփոխություններ կամ ժամանակից շուտ ժամանումներ կան թե ոչ, մենք հիմա կփորձենք նաեւ այդտեղ մուտք գործել եւ հասկանալ։ Խնդրեմ, ժամանումների բաժնում եմ ես այս պահին, առաջիկա ժամերի ընթացքում փոփոխություններ կարծես թե չկան, բոլոր չվերթները իրականացվեն, այսինքն ժամանումները կլինեն ժամանակին։ Այնպես որ ժամանակին հասեք տեղ, որ դիմավորեք ձեր հարազատներին։ Տեսնենք մեկնումների բաժնում ինչ կա։ Խնդրեմ, ժամը ուրեմն 10:20-ին մեկնող Աբու Դաբի չվերթը մի փոքր ուշացում ունի, մոտավորապես այսպես 10:45 կթրջի։ 40-ի փոխարեն 40։ Չէ, 20-ի փոխարեն անց 40։ Հա, հասկանալի է։ Մի քիչ ուշ, փոքրիկ, դիմացեք, հետո կտեղափոխվեք տաք երկիր, շնչահեղձ։ Այլ ուշացումներ չունենք մեկնումների բաժնում, բոլոր չվերթները ժամանակին են, Եվ կարծում եմ, որ Անձրևը որևէ խոչընդոտ չի հանդիսանա, որպեսզի ինքը դե հա էլի։ Ես հիշում եմ մի ժամանակ, երբ մառախուղով օդաչուներին հաջողվեց անտեսանելի, բացարձակ։ Հիմա այնպիսի օդանավեր են եւ տեխնիկան այն աստիճանի է զարգացել, որ ոչ մի եղանակային այսպես բայց դրանից առաջ է բազմաթիվ օդանավներ պտտվել եւ հետ էին գնացել։ Այո, այդպեսի բան։ Այդտեղ ողջունենք նաեւ մեր օդաչուներին, որոնք շատ լավն են եւ մաղթենք նրանց բազմաթիվ նույն, այսպես ասած, թվով թռիչքներ ու ժամանումներ։ Ասենք բարի լույս ունկնդրին, տեսնենք ով է մեզ միացել։ Բարի լույս։ Ես գրել եմ կարելի է զանգել, որտեղ հաճախակ եմ զանգում։ Պարզվեց կարելի է։ Ահա, լսում ենք ձեզ։ Ես արտառոց տարօրինակ բան, ոչ թե արտառոց, այլ յուրահատուկ մի բան ասեմ, որ մարդու ծննդյան թիվը ազդում է մարդու վրա։ Այսպես թե այնպես տարին թիվը ինչու կամ անունը ազդեցություն ունենում հետագա կյանքի ընթացքում էլի ոչ թե ծնվելուց օրինակ 13 թիվը իր գործն անում է քույրս ծնվել է 13 թվի մարտի 13-ին ասենք 13 թիվ ես ասենք 5-ին կամ երեխաներս ուրիշ թվեր այդ 13-ը ճիշտ է իմ մեջ չարություն կա քրոջս մեջ էլ կա ամեն մարդու մեջ էլ չարություն կա բայց իր մոտ այդ չարությունը ոնց յուրահատուկ է էլի եկեք թվերի հետ չկապենք էլի Դատիկին Գայանե իմ ամենասիրելի թիվը 13-ն է բնավոր կներեք էլի բնավորությունից է երևի նա ասա լսում եմ ասա ասում եմ թվերի հետ եկեք դա չկապենք որովհետև 13 թիվը մեղավոր չի որ ինչ որ մեկը ավելի ջղայն է մյուսը ավելի քիչ իրականում 13 թիվը իմ ամենասիրելի թիվն է ինձ միշտ հաջողություն է բերել ինձ թվում է դրա եկեք սնահավատության դաշտ ոչինչ չտանենք ուղղակի հասկանանք ով ունի արտասովոր ունակություններ իդեպ մենք խոսում ենք բարձ բաների մասին շատ լավ հիշողություն շատ հոտառություն օրինակ երազները ես երազը տեսնում եմ պիտի կատարվի Ինչ հետաքրքիր է։ Իսկ գունավոր եք տեսնում երազները թե ոչ։ Այսինքն գիտեք ոնց եմ տեսնում, ասենք ձի եմ տեսնում կամ նապաստակ եմ տեսնում կամ ինչ որ բան եմ տեսնում, չեմ հասկանում ինչա, բայց մտապահում եմ ու այդ ժամանակ հետո այդ երազի խորհրդավոր նշանակությունը կատարվում է կամ դեպք եմ տեսնում մի տեղ եմ, ես այդ տեղում հայտնվում եմ, ասենք կամ փորձանքի մեջ կամ երջանկության մեջ, այլև հայլ հարցերով։ Երազներս չգիտեմ, մտապահում եմ Մի րոպե, եթե ձի եք տեսնում, պետք է այցելեք կենտրոնաբանական այգի։ Ես ճիշտ հասկացա, կամ ձիավարժարան։
վերին, բայց կենտրոնաբանական այգում չկա փիսի։ Դե ոչինչ։ Լավ, շնորհակալ ենք ձեզ Շնորհակալ Տիկին ենք։ Հիշեցնենք, որ այսօրվա թեման գերբնական ունակություններով մարդիկ են, եթե ձեր շրջապատում կան այդպիսիք, զանգարեք եւ պատմեք դրանց ունակությունների Իսկ մասին։ երազների հետ կապված այնտեղ գիտական բացատրություններ կան երազների իրականացման հետ, որովհետև ենթագիտակցական մակարդակում կարող ես ինչ-որ բանին տեսնել, տրամադրվել ու հետո դա երազում տեսնել։ Ճիշտ ասած, անգույն երազները չեմ պատկերացնում, տեսնելուց գունավոր տեսեք, լայնաֆորմատ, կոդակ ժապավենով նկարահանված։ Իմիջիայլոց կան երազներ, որ ես տեսնում եմ, մարդնամը հստակ գիտեն, որ կատարվելու է այդ երազը։ Մի խոսքով։ Ես այս պայն ունեմ մեկ լուր ֆուտբոլից, այո, եւ շատ հետաքրքիր ֆուտբոլի երկրպագուները կգնահատեն իմ ջանքերը։ Իտալիայի առաջնության 36-րդ տուրում Բերգամոյի Ատալանտան ընդունեց Ռոմային եւ հաղթեց 2-1 հաշվով։ Իդեպ Ատալանտայից աչքի ընկան նիգերացի հարձակվող Ադեմոլա Լուկմանն ու գանացի կիսապաշտպան Իբրահիմ Սուլեյմանը։ Ատալանտայի գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Բրիան Կրիստիանտեն եւ Ատալանտան 71 միավորով ապահովեց երրորդ տեղն ու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ Ռոման ունի 63 միավոր եւ 6-րդն է։ Այսպես։ Ուրա, ուրա, ուրա։ Ես ուզում եմ շարունակել եւ ընթերցել մեր ռադիոլսողների մեկնաբանությունները։ Լաուրա Խաչատրյանն ասում է բարի լույս, Լաուրան ու Հրանտը ձեզ ունկնդրում են եւ լայքում։ Հրանտը 70 տարեկան է ու ձեզ ամեն օր է լսում։ Ասում է նաեւ, որ հատուկ բարևենք Հրանտին, շատ կուրախանա, այսօր նա տխուր է։ Ջերմ ողջույններ Հրանտ։ Այո, ինչ խոսք սիրով։ Իսկ Մայիս Մանուշ Ասատրյաններ անունով օգտատեր ասում է, որ ինձ նկատի ուներ Տիգրան ջան, իսկ Քեզ նկատի ուներ։ Այո, բոլոր դափները։ Մյուս Լուսինեն թող չնեղանա։ Չէ, թող չի նեղանա։ Էդիկ Բաբուջյանը մեզ ծաղիկներ է ուղարկել on-line տարբերակով։ Մենք էլ այս պայն հիթ ենք ուղարկում ձեզ, վայելեք առավոտը մեզ հետ։
Սուրճ ու սեր առավոտից։ Հերացող եթերաժամի վերջին 4 րոպեն է մեր ձեռքի տակ։ Դրա համար մենք շտապում ենք եւ արագ ենք խոսում, որպեսզի կարողանանք հասցնել շատ բան, ասել այս ընթացքում այո, մի քիչ արագացրել ենք մեր խոսքը, որպեսզի լավ ստացվի, ստացվում է լավ էլ։ Տեսնում ես։ Տեսնում ես, Ասում ենք բարի լույս Կարեն Ղազարյանին, ով շատ այսպես լուրջ ընկղմվել է իր լրահոսի մեջ, թղթերի մեջ։ Բարի լույս։ Ինչ կա չկա։ Ճանսաղություն դուք ասեք։ Լավ ես Կարեն։ Նորմալ։ Այնքան ուրախ ենք, որ գալիս եք այստեղ։ Այո, Զրուցում ենք մի քիչ շուտ եկեք, մի քիչ շուտ կարող եք գալ։ Գնանք, ինչ կա չկա։ Ձեր սուրճով կարող եք գալ։ Անցալական եկել էր Կարենը։ Կարեն ջան, խնդրում եմ, միշտ սուրճով արի։ Բասերը ումից լավ։ Սերը մեզ Այսօր կոնֆետ խաղանք հյուրասիրել։ Քաղցրով ենք Ես նոր Ապրես։ գովազդի ժամանակ սնվեցի, երկի ժամանակ սնվեցի, եթերում հիմա կոնֆետներին է հերթը հասել։ Հա, բայց չճռճռացնես, խնդրում եմ դեռ։ Կարեն, մենք այսօր խոսում ենք արտառոց ունակություններով մարդկանց մասին, բայց չենք գնում սնահավատության դաշտ, այլ օրինակ մեկը լավ հիշողություն ունի եւ հիշում է կարեւոր այսպես նույնիսկ անկարևոր մանրուքները, որոնք մենք չենք կարողանում հիշել։ Կամ գերբնական ուժ ունի։ Կամ մյուսը թռնում է, հա։ Հա, մյուսը կարող է գտալ ամրացնել Հետաքրքիր բան ասեցիք, 2 օր առաջ, երբ որ ես սիրում եմ այն օրացույցները, որ փոխվում են, այդ օրացույցում մի բան կարդացի, որ գիտնականները պարզել են, որ սխալ է այն դիտարկումը, այն գնահատականը կամ եզրահանգումը, որ արտասովոր հիշողություն ունեցողները խելացի են, էլի հակառակ բանի մասին են պնդում, հակառակ բանի մասին են պնդում, որ հիշողությունը, որ շատ հաճախ մոռանում են մարդիկ, ավելի խելացիներ են, որովհետև նրանք ասում են ուղեղը այդպիսի մի բան ունի, որ անջատում է իր ոչ պիտանի ինֆորմացիան, նորերի, նոր տեղեկությունների, ֆայլերը ջնջում է, Դե չմոռանանք, որ մեր ուղեղի ամենաչնչին մասն ենք մենք օգտագործում եւ կարծում եմ ուղեղը այն միակ օրգանն է, որը բացարձակ գրեթե բացահայտված չէ։ Պետք է update անել մեկ ուղղակի, restart անել ուղեղը։ Կարեն, այն քո շրջապատում կա մարդ, ով կարող է 6-ից թիվը միանգամից այսպես գումարել, բազմապատկել ու բանավոր մաթեմատիկայի մասին ենք խոսում։ Իմ շրջապատում չէ, բայց հեռուստատեսությամբ տեսել ենք այդպիսի հրաշամանուկ կա, որ շատ արագ հաշվում է բոլոր թվերը։ Լավ, իսկ եղել է դու հանդիպես մի մարդու, ով ունի գերբնական էներգիա եւ այսպես ձեռքը դնի քո մարմնին որևէ մի հատված եւ բուժի քեզ։ Էներգետիկ դաշտն է ուժեղ։ Էներգետիկ դաշտ։ Եղել է պսիբան։ Կախարդական նույն։ Չէ, ոնց որ թե Ես հանդիպել եմ։ չի եղել։ Իսկ ես Կամ հանդիպել չի եմ։ հանդիպել։ Նա շփվում է այլ աշխարհների հետ։ Այո, այո։ Կես կատակ, կես լուրջ։ Տեզերական խորհրդարանի անդամների հետ։ Իդեպ Ֆոլիկ Էլոյանն ասում է բարի լույս իմ շատ սիրելի հաղորդավարներ ջան, ես կարծում եմ, որ դուք եք այն արտասովոր ուժով օժտված անձինք, ովքեր միշտ բարի են, ուլի շփիտով, կյանքով սիրով, սիրում եմ ձեզ, շատ շնորհակալություն։ Այս ջեմ դրական նոտայի վրա ուղում եք ժամացույցները։ Գնացինք։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարի լույս, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լուրերատվական ծրագիրը, ստուդիայում Կարեն Ղազարյանն է։ Մայիսի 13-ից 14-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ, այդ մասին հայտնում են Հայաստանի արտգործնախարարությունից։ Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդ նախարարական նստաշրջանին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ Եվրախորհրդի պաշտոնյաների եւ այլ երկրների գործընկերների հետ, ասված է արտգործնախարարության հաղորդագրության մեջ։ Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դատավարությունը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Այսօր նշանակված է Ռուբեն Վարդանյանի գործով հերթական դատական նիստը։ Վարդանյանը մեղադրվում է մի շարք քաղաքական ու քրեական բնույթի հոդվածներով։ Վարդանյանի պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ գործն ունի քաղաքական դրդապատճառներ, իսկ նրա ձերբակալությունն ու պահման պայմանները խախտում են միջազգային իրավունքի մի շարք նորմեր։
Միաժամանակ տարբեր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ եւ քաղաքական գործիչներ իրենց մտահոգությունն են հայտնել Արցախի նախկին ղեկավարության նկատմամբ Ադրբեջանում իրականացվող դատական գործընթացների կապակցությամբ, նշելով, որ Բաքվում ընթացող այդ դատավարությունները շինծու են եւ կեղծ։ Նորին Սուրբ Օծություն Տեր Արամ առաջին վեհափառ հայրապետը հանդիպել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուդակովի եւ Սիրիայում ռուսական համայնքի առաջնորդ Հայր Ֆիլիպի հետ, ասվում է նրա Facebook-յան էջում։ Ավելի քան 1 ժամ տևած հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին, Միջին Արևելքի իրավիճակին, հայ եւ ռուս եկեղեցիների փոխհարաբերություններին, ինչպես նաեւ Լիբանանին առնչվող այլ հարցերի։ Նշված հարցերի վերաբերյալ Արամ առաջինն ու դեսպանը փոխանակել են տեսակետներ ու մտահոգություններ։ Դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը եւ դրանից կախված որոշ երեխաների մասով իրենց լավագույն շահից ելնելով կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով 7 տարին լրանալու դեպքում։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրավտ հարթակում, ներկայացնելով ձեր դիտարկումները, գրել է նախարարը։ Այսօր մայիսի 13-ին ժամը 10-ից 14-ը M6 Վանաձոր M3 հատման կետ Ալավերդի Հայաստանի Հանրապետության սահման Բագրատաշեն միջպետական նշանակության ճանապարհի Տավուշի մարզի տարանցիկ հատվածում Քարկոպից դեպի Բագրատաշեն ուղղությամբ տեղի է ունենալու 2025 թվականին անցկացվող Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի դպրոցականների մրցաշարը, ինչով պայմանավորված ճանապարհի նշված հատվածում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է։ Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Այսօրվանից մայիսի 13-ից Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, մասնավորապես Սեբաստիայի փողոց, Շահումյան 4-րդ փողոց եւ Սեբաստիայի փողոց, Շահումյան առաջին փողոց խաչմերուկում կարգելվի հետադարձը, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանից։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից եւ Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփան Ծմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Եվ 1-2 նախադասությամբ իմի բերենք օրվա միջազգային լրահոսը Զելենսկին հայտնել է Էրդողանի հետ զրույցի մասին, նշելով, որ քննարկվելու են սպասվող հանդիպման մանրամասները խաղաղության հասնելու նպատակով։ Նա շնորհակալություն է հայտնել Թուրքիային դիվանագիտական աջակցության համար։ Էրդողանը հույս ունի, որ մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցությունները հաջող կլինեն։ Նա նշել է, որ այս հարցով քննարկումներ է ունեցել նաև Պուտինի, Զելենսկու եւ Թրամփի հետ։ Թրամփի հնարավոր մասնակցությունը բանակցություններին Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտածում է Ստամբուլ մեկնելու մասին, մասնակցելու Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին։ Բանակցությունները քննարկվել են նաև Լավրովի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարի միջև։ ՄԱԿ-ը ողջունում է Ուկրաինայում հրադադարի եւ ուղղակի բանակցությունների վերաբերյալ նախաձեռնությունները, գլխավոր քարտուղարի խոսնակի խոսքով կազմակերպությունը պատրաստ է աջակցել նման գործընթացներին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Ստամբուլում նախատեսված բանակցությունները պետք է անցկացվեն առանց նախապայմանների։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը լրջորեն տրամադրված է երկարաժամկետ կարգավորման։ Հնդկաստանի վարչապետ Մոդին կոշտ զգուշացրել է Պակիստանին, որ Դելին չի հանդուրժի միջուկային շանտաժ եւ ահաբեկչություն։ Նա կոչ է արել վերացնել ահաբեկչական ենթակառուցվածքները, հստակ ընդգծելով երկրի վճռական դիրքորոշումը եւ վերջին լուրը լրահոսի Իրանը պատրաստվում է Վլադիմիր Պուտինի այցին Թեհրան, ինչը դեռ հաստատված չէ Մոսկվայի կողմից։
Հունվարին երկու երկրները ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր առանց պաշտպանական դաշինքի դրույթների։ Այժմին այսքանը ստուդիայում աշխատեց Կարեն Ղազարյանը, թարմացված տեղեկատվությամբ ռադիո լուրի եթեր կվերադառնա ժամը 11-ին։ Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանց է 10 րոպե կրկին ասում ենք բարի լույս բոլորին, ովքեր շարունակում են լսել ու դիտել հանրային ռադիոն։ Այո, սիրելի ռադիո լսողներ, ջերմ ողջունում ենք բոլորիդ եւ իզուր չէր, որ առավոտից ասում ենք, եթե հետաքրքիր արտասովոր ունակություններով ոշտված մարդիկ կան ձեր շրջապատում կամ հենց դուք եք, մեզ գրեք կամ զանգահարեք ու պատմեք, թե որոնք են այդ արտասովոր ունակությունները ձեզ մոտ։ Եվ օրինակ ես հիշեցի, որ ինձ մոտ ինտուիտիվ զգացողությունն է շատ լավ արտահայտված, նաեւ ֆիքսեցինք, որ ոմանք հոտառությամբ կարող են հասկանալ ճաշը ալանի է կամ
կամ ահաղի է, այսինքն զուտ մեր զգացողությունները որքան են արտահայտված տարբեր դրսևորումներով, կամ ունեն գերբնական ուժ, մենք կփորձենք նաև հասկանալ այսպես դաշտը տարբեր էներգետիկ առումով եւ խնդրեցինք ձեզ պարտադիր, որ մենք դուրս մնանք սնահավատության դաշտից, չտեղափոխվենք այդտեղ եւ ուրիշ հարթություն չտանենք, որովհետեւ իրականում կարող ենք շատ ավելի լուրջ ու խորքային գեղեցիկ զրույց ունենալ սնահավատությունից դուրս։ Սա շատ կարևոր է ինձ թվում է, մենք պետք է ֆիքսենք այդ հանգամանքը եւ ներկայացնենք մեր հյուրին, հա։ Արդեն աստղաբան, էզոթերիկ նկարիչ Գուրգեն Հովհաննիսյանն է մեր այսօրվա զրուցակիցը, բարի լույս։ Գուրգեն, սկսենք հենց ամենասկզբից, ինչ է էզոտերիկա, երբ ասում եք, ինչ ենք հասկանում։ Էզոթերիկա բառը ըստ էության հին հունարենից ներսից դեպի դուրս կարելի է այսպես մոտավոր թարգմանել, հիմնականում շրջանառության մեջ մտել է Ելենա Պետրովնա Բլավատսկայի շնորհիվ։ Թեոսոֆիան միությունը երբ որ ինքը ստեղծեց, մի 120 տարվա պատմություն եմ ասում։ Այն ժամանակ դա շատ նոր էր, դա շատ միգուցե նաև ակտուալ էր, որովհետև վերնախավը բրիտանական, ընդհանրապես եվրոպական սկսել էր հետաքրքրվել միստիկ ուսմունքներով, որը իրենք ճանաչել էին Հնդկաստանից։ Այստեղ մի քիչ կրոնենք, հա, գնում ոնց որ փիլիսոփայություն, կրոնչը։ Հա։ Երբ նրանք մտան այդ դաշտ, ճիշտ առևտրի նպատակով կամ ինչ որ այլ նպատակներով, իրենք սկսեցին ճանաչել բուդդիզմը, սկսեցին այդ փիլիսոփայությանը ծանոթանալ։ Ու իրանց համար շատ նոր էր այդ ամեն ինչը, դա պետք էր ինչ որ ձևով մարսել։ Դրա համար այդ սպիրիտուալիզմը նույնպես զարգացած էր, տեսել եք, չէ՞, այդ ֆիլմերում, որ սեղանի վրա հոգի են կանչում, բարձրանում է, իջնում է եւ այլն։ Աստված իմ չանեք այդ։ Նման բաներ անում են, միշտ արել են, միշտ կանեն։ Բայց չի խրախուսվում։ Ըստ էության էզոթերիկան դա այն մարդու պոտենցիալում եղած ուժերի մասին է խոսում։ Դրա համար դրան ճանաչելու մի քանի ձևեր կան, աստղաբանություն, նախիրոմանցիան եւ այլն, այն բոլոր գիտելիքները, որ բայց գիտական մակարդակի վրա ենք չէ գնում։ Իհարկե, եթե մենք հին փիլիսոփաներին նայենք Արիստոտել, Պլատոն եւ այլն, իրանք բոլորը այս ամեն ինչը իմացել են, հետո են դա մասնատել, նույնիսկ դες թիվը կարամ ասեմ 1922 թվականին, երբ եթերը որպես տարերք դուրս մղվեց գիտական շրջանառությունից, ամեն ինչը դարձավ տրիվիալ, մասնատվեց, բաժանվեց եւ այսպես անհասկացություն առաջացվեց դիտավորյալ աստղաբանության եւ աստղագիտության, չէ՞։ Այստեղ առանձն։ Դրա համար որ այստեղից էլ դիտավորյալ կարծում քայլ էր, որ մարդկանց պահեն այսպես ցածր կեր խմի քնի վիճակի մեջ։ Չմոռանանք, որ այսպես ասած շինծու աստղաբաններ են հայտնվել, որոնք մեղմ ասած ավելի են իրավիճակը սրում են առումով, որ զուտ ինֆորմացիան շատ վատ մակարդակ է եւ սարսափում ես ուղղակի հասկանում ես թե ինչ վատ շոու է դա, ինչ վատ շոու է։ Բացի կոմերցիայից նաեւ նույնիսկ կոմերցիայի այդքան խնդիր չկա, կոմերցիոն ավելի ուժեղ բաներ կան, որ կարող են անել։ Ավելի շատ դա արժե զրկելու եւ բարոյա լքելու վերածելու տրիվիալ ինչ որ անհասկացողության նպատակ ունի, այո, որ մարդը ինքն իրեն մինչև վերջ չճանաչի։ Այդ հին լատիներեն արտահայտություն կա, չէ՞, իգե իպսում։ Ճանաչիր ինքդ քեզ, կճանաչես ամեն ինչը, աստվածներին եւ այլն։ Ներողություն եմ խնդրում, լսենք ռադիոլսովին, սպասեցնենք երկար։ Բարև ձեզ։ Դուք եթերում եք։ Ես ուզում եմ ասել, որ իմ քույրը մի շատ տարօրինակ, յուրօրինակ հատկություն ունի, որ երկրաշարժից առաջ հոտ է զգում, երկրաշարժի հոտ։ Մասնավորապես սպիտակ է ավելի երկրաշարժի ժամանակ ինքը այդ հոտը զգացել էր մինչև ցնցումը վատացել էր ես որ այդպիսի հատկություն կա իսկ ինձ մոտ էլ ինչ որ բաներ կան օրինակ ես էլ դրանից առաջ գիշերը այդ նախորդ գիշերը մինչև երկրաշարժը երաս տեսա որ բարձրանում են սար շատ բարձր շատ երկար մազերով Հետո հաջորդ օրը հետո իմացա, որ մեր բարեկամներից ընդհանրապես սպիտակում բոլոր տեղերում որ ավելվածություն է եղել էր, մեր բարեկամներից ոչ ոք չէր զոհվել, տները քանդվել ավերվել էին, բայց ոչ ոք չէր զոհվել։ Լավ, շնորհակալություն։ Ինձ թվում է դա կենթանիները զգում են, չէ՞, այո, կենթանիները զգում են, այո, հեռանում են նախորոք։ Փախնում են վտանգից։ Երևի մեզ մոտ դա մնացել է որպես մնացող այդ կենթանական աշխարհ։ Շնորհակալություն։
Բայց Թող չլինի երկրաշարժ, թող չլինի, բայց ինձ թվում է երազները մի քիչ այլ դաշտեն եւ չխառնենք սրա հետ։ Ես ուզում եմ մի կարևոր բան ֆիքսենք, շատ կարևոր է ինձ համար, որովհետեւ մեր կրոնը թույլ չի տալիս գուշակություններ եւ անհամատեղել են դրանք ու իրավամբ ես դրան շատ կողմնակից եմ, արդյոք այստեղ շատերը խառնում են տեղերն ու դերերը եւ ամեն ինչ դարձնում են շիլաշփոթ ու չես հասկանում ինչ է գուշակություն է, աստղաբանություն է, էզոտերիկա է ու այս պարագայում չես հասկանում որը ինչ է ու անկախ քեզնից թեթև ագրեսիա է առաջանում կոնկրետ օրինակ գիտական որևէ ուսմունքի նկատմամբ, որովհետեւ այնքան են ոչ պրոֆեսիոնալները ամեն ինչ խառնել իրար Մեր կրոն դուք նկատում եք առաքելական եկեղեցին քրիստոնյաները ընդհանրապես եթե դիտենք գուշակության մասին եմ խոսում ես հա գուշակության մասին կոնկրետ գուշակության մասին քրիստոնեության մեջ շատ դեպքեր կան նույն երազներով որ ինչ որ գուշակություն արել բայց չի խրախուսում դա եւ չի ընդունում Քրիստոսին գուշակներն էին առաջինը գտել մոգերը Իմ ջարուց մոգ բառը մեր մոտ նույնպես շատ աղճատված է ու շատ վատ սխալ հասկացված Մենք ունենք մոկած լեռներ, մոկած հարցներ երկի մեջ եւ այլն այդ Բայց դա մագիայի հետ կապ չունի, չէ՞ մոգերը Այս սև մագիան, սպիտակ մագիան Այդ մի 100 տարվա պատմություն ունի սև սպիտակ մագիան բայց այդ մագերը խալդյան ուսմունքի հետևորդներն են եղել Խալդը գիտեք Ուրարտուի գլխավոր աստվածն է եղել եւ այլն բայց մեր եւ Իրանի մշակույթները շատ նույնն են Մենք ոնց որ Դե փոխառնված շատ բաներ ունենք ի վերջո Եղբայրական ազգա ներկա Իրանի մասին չի խոսում հին ժամանակ եւ այդ ամբողջ գիտելիքները նույնիսկ մոգական գիտելիքները մեր մոտ մի քիչ էլ հետո էլ արաբական այսպես շնչով ինչ որտեղ ունեն մեր հասարակության մեջ ուզում եք ընդունեք ուզում եք չէ մատրիադարանում դուք կարող եք գտնել այսպես երկար թղթեր աղոթքներով բայց որ ուշադիր նայեք աղոթք չեն ուրիշ բան է որ փաթաթել են իրancs վրա բուժիչ նպատակներով կամ այլ նպատակներով եւ այն հոգեվորականները որոնք դե գրթված իրանք են եղել ժամանակի միջնադարում եւ իրավունք են ունեցել ամուսնանալ իրենց կանայք են զբաղվել այդ ամեն ինչով թուրմեր են պատրաստել այդ ժողովրդի ասած թուղթուգրեր են արել, թուղթուգրեր են քանդել, իրանք են, դա պատմական չէ, գիտական մոտեցումով է դրան են գալիս։ Դա ժողովրդի մեջ կա, ինչ եմ դրանից խոսում, որովհետև դա ինչքան էլ ծածուկ է փորձում պահվել, ինչքան էլ ասում են արգելվում է եւ այլն, բայց երևի ամեն մի չորրորդ կինը դրանով զբաղվում կամ հետաքրքրվում է կանայք որովհետև կանանց մոտ ինտուիցիան ուժեղը, իրենց էմոցիոնալ դաշտը շատ ավելի։ Այսինքն իրենք են զբաղվում գուշակությամբ, թե ուզում են, որ իրենց համար գուշակեն։ Եվ նա Տեսեք, բայց դրա կողքին կան գիտություններ, ինֆորմացիան ձեռքիապով, նույն աստղաբանությունը, որոնք գիտություններ են, ոչ գուշակություն։ Եվ ոչ Անգլիայի Ելիզավետա Թագուհու գլխավոր աստրոլոգը եւ խիրոմանտեր եւ ամեն ինչ եւ նեոգլոբալիզմի հիմնադիրը Ջոն Ձին, ինքը համ այս ամեն ինչով էր զբաղվում, համ այսպես կառավարական ծրագրեր էր դնում 3-4 տարվա կտրվածքով 100 տարվա կտրվածքով Նյուտոնը բոլորը զբաղվել են ուղղակի էլ եմ ասում որ անջատվեց այսպես ակադեմիական գիտությունը չի ընդունում ակադեմիական գիտությունը ինչ է ընդունում բա ընդունում է ավելի հիմնարար ապացուցողական այս տարբերակներն ու տանջատվել են դրանք իրար հիմա որ բացվել է դաշտը լավ այսպես փորձեմ ձևակերպեմ ինֆորմացիոն դաշտը շատ է բացվել եւ խոսքի իրավունքը գրեթե ստացել են բոլորը սոցցանցերում եւ այլն ով ինչ ուզում գրում է ազատ է չէ թվում է թե ազատություն կա բայց այդ ազատության հետ եւ կա սնահավատություն եւ Այսպես շատ խորը տգիտություն կնայեք որ շնորհակալություն իրենց անուններով կոչելու համար ամեն ինչ հրաշալի է ամեն ինչ հրաշքներով լի է կարծես այդ խապկանքի աշխարհը իր համար շատ ձեռնտու է ինքը շատ ճիշտ է գուշակում գնանք իր մոտ չգիտեմ մոմը կլցնի չգիտեմ ինչի վրա նայել կլցնի քո գլխին եւ չգիտեմ ինչ տեղի կունենա եկեք բարկացի արի լսենք ռադիոլսողին բարի լույս կնդիր դուք եթերում եք Ալո բարի ձեզ այո ողջույն Ողջունում եմ Լավ եք այսօրվա արտառոց եթերը շատ ողջունելի ու շնորհակալություն այս թեմայի համար
ասեմ, որ ինձ համար բացարձակ անստացելի է նման թեմայով ձեր եթերը, որովհետև հայկական YouTube-ում էլ ես չեմ հանդիպում նմանատիպ թեմաների հաճախ, ես եմ հանդիպում եմ, բայց ոչ հաճախ ու միշտ այդ հարցն եմ տալիս, մենք որ մենք հնագույն ազգ ենք համարում եւ համարում ենք, որ մենք ենք քաղաքակրթության ակունքը, ոնց է որ այս իրավիճակում արդյունությունը մեր մոտ այդպես շատ քիչ է, բայց բանից բացվում է կա իսկապես արդյունություն եւ Գուրգեն Հովհաննիսյանին ճիշտ ասած ներողություն եմ խնդրում առաջին անգամ անունը լսեցի ու շատ ուրախ եմ որ այդպիսի անznավորություն կա Լուսինե ջան, կրոնի հետ կապված ուղղակի մեկ դիտարկում շատ դեպքերում կրոնը մեզ հետ է պահել այդ արդյունությունից հեն, թեկուզ ես ինքս ինձ առաքելական եկեղեցու հետևորձ համարում, բայց սա շատ խորը թեմա է, չեմ ուզում հիմա դրա մեջ մտնել, ուղղակի հյուրին մեկ հարց ունեմ։ Այ ինչ կասեք դուք այսօրը, որ շատ խոսում են երկիր մոլորակը բարձր վիբրացիաների այդ հաճախականության մեջ է գտնվում եւ այդ բարձր վիբրացիաները ուրիշ քաղաքակրթություններից մեզ ուղղորդելու մասին այդ դրա մասին կուզենայի ձեր կարծիքը լսել։ Շատ գնացինք ֆանտաստիկայի ժանր։ Հարց, ինչ վիբրացիաներ են մեզ ուղղորդում վերջով։ Դե փաստացի երևույթը, որ մագնիսական դաշտերը փոխվում են։ Փոխվում են։ Տեսեք, աշխարհագրական մագնիսական դաշտը միշտ ստատիկա կոնստանտ է, դա հյուսիս, հարավ, բևեռներն են, բայց մագնիսական դաշտը փոխվում է։ Եվ այժմ մոտավորապես կարող եմ ասել աշխարհագրական դիրքով Կանադայից տեղափոխվում է դեպի Սիբիր։ Էլի կտեղափոխվի։ Իմիջայլոց, ներեցեք, Սիբիրի հետ կապված բազմաթիվ տարաձայնություններ կան։ Միացյալ Նահանգների գիտնականները պնդում են, որ Սիբիրում բավականին պայթյունավտանգ իրավիճակ է գիտական մակարդակով, որ այնտեղ լավաներ կան եւ այլն, որի հետևանքով է, որ Սիբիրում տաքանում է եղանակը եւ եթե սառույցները հալ չեն շատ այլ վնասներ տեղի կունենան եւ եթե պայթյուն տեղի ունենա, միայն Սիբիրը չի տուժի, բայց միևնույն ժամանակ ռուս գիտնականները հերքում են այդ ամբողջ տեղեկությունը։ Դուք ոնց եք դրան նայում։ Դե ես խորացած չգիտեմ, տեղանքում լինես որ հասկանաս, հիմա լրատվությունը դուք լրատվության մեջ եք, գիտեք ինչքան հեշտ կարելի է մանիպուլացնել։ Չէ, դե ես ուշադիր եմ նայում եմ թե ովքեր են խոսողները, ինձ համար դա շատ կարևոր է սկզբնական բայց մագնիսական դաշտի փոփոխություններից նման հետևանքներ կարան լինել։ Ինչ է տալիս մեզ մագնիսական դաշտի փոփոխությունը։ Մագնիսական դաշտը մենք այսպես անուն ենք դրել մագնիսական դաշտ, բայց երկիր մոլորակը ինքը նույնպես կենթանի օրգանիզմ է։ Հսկա էլեկտրոմոբիլ է։ Էլեկտրոմոբիլ չէ, կենթանի հենց։ Ինքը աճում է, փոքրանում է, մեծանում է, անդադար փոփոխություններ են ռադիացիոն ալիքներ։ Մենք էլ մի մասնիկ, մի խոսքով, բոլոր ամեն ինչը մեկը մյուսի հետ շահկապված է։ Մարդկային գործոնը եւս, մեր սխալ վարվեցողությունը եւս կարող է նպաստել արագ գործընթացներին։ Բայց չափազանցվածը նույնպես, որտեղ մարդու գործունեությունը շատ չնչին է այդ մեծ process-ների հետ, որտեղ տեզերքում տեղի ունեցող process-ները շատ ավելի տոտալ են, շատ ավելի ուրիշ process-ներով են գնում եւ բոլոր մոլորակային դաշտերով համենայն դեպս մեր արեգակնային համակարգի մասն է խոսքը, դա մի ամբողջ համակարգ, ինչ ենք ասում համակարգ։ Մեկը մյուսի վրա ազդում են եւ այն փոխվում է։ Հետևաբար մեր գիտակցությունը որպես ապարատ եւ ուղեղի եւ նուրբ ուղեղի մասն է խոսքը նույնպես կրում է այդ փոփոխությունների հետևանքը։ Դրան կարելի ասել, որ փոխվում է վիբրացիոն դաշտերը եւ այլն գիտակցությունը մի այլ կարգի է զարգանում, ոմանք կարող են դրան հետևել, ոմանք մնալ իրենց դաշտի մեջ, որովհետեւ ամեն դեպքում մեր մարդկային գիտակցությունը ինքը խիստ սուբյեկտիվ է։ Մենք օբյեկտիվ իրականության մասին խոսում ենք մեր սուբյեկտիվ մոտեցումներից ելնելով, այսինքն օբյեկտիվիզմի մասին, որտեղ մարդը կարող է ներշնչել, որ այ մագնիսական դաշտի պատճառով իր ճնշումը բարձրացավ եւ հակառակը։ Դա կարող է ֆիզիկական ազդեցություն ունենա զուտ։ Իհարկե կարող է։ Բայց մեկ ուրիշը կարող է չներշնչել, չմտածել դրա մասին։ Չէ, ներշնչելը կապ չունի, կարող է քո օրգանիզմը իսկապես մագնիսական փոփոխությունների հետևանքով կարող է, բայց ներշնչանքը մեծ դեր է խաղում այստեղ։ Դե ինչքան ուզեք ներշնչեք, օդում չեք կարող քայլել։ Ես ներշնչում եմ, որ կարամ քայլեմ, բայց ֆիզիկական երևույթներ կան, մարդը կարող է իրեն ստիպել, երբ իրեն ասենք իր ետևից ինչ-որ մեկը ընկած է, այդ վազելու ժամանակ եւ կարող է բարձր պատի վրայով ցատկել եւ դա ուրիշ բան է, դա դու մոբիլիզացնում ես քո ամբողջ ուժերը եւ կարողանում ես այդ հնարքը կատարել, որը իրականում հնարավոր է։ Հիշենք Բրյուսլի հնարքները, դա եւս կենտրոնացած այսպես դաշտի փորձի հետևանքը, պարապելու հետևանք է դա։ Ես մի հարց ունեմ ձեզ, կներեք։ Մինչև ոչ պատասխանեցի ձեր հարցին, թե չէ։ Ամբողջական գրեթե պատասխանեցիք, վիբրացիոն դաշտերը իսկապես փոխվում են այս պարագայում։ Ժամանակը
Մենք բոլորս նկատում ենք, որ ժամանակի միավորները կարծես փոխված լինեն։ Մենք դա մեր վրա ենք զգում։ Դա սուբյեկտիվ մոտեցում է բնականաբար։ Դուք ինչպես եք դա տեսնում։ Յուրաքանչյուր սուբյեկտիվ աշխարհում ենք մեր, բայց մենք հարաբերվելու համար աշխարհի եւ մեր նման մարդկանց հետ մենք ունենք որոշակի լեզու, այսինքն խոսքը ինչպես է, վիբրացիոն էներգիա, չէ, վիբրացիաներով գալիս է, դուք լսում եք, հասկանում եք, ես ինչ եմ ասում, բայց այդ հասկացողությունը միշտ մարդու մոտ պատկերներով է, ոնց ուզում եք պատտեք։ Դրա համար ձայներ կա, որ մենք չենք լսում, ձայներ կա, լսում ենք եւ գույների նմաստն է խոսքը։ Հիմա այդ սուբյեկտիվ պատկերացումները ոնց ասեմ, տեսեք մի ամբողջ կարծես մի արհեստական դաշտ է ստեղծվել, որ մեզ բոլորիս համախմբվի, որ մենք կարողանանք իրար հետ գոյատևել, մի բան ստեղծել, մի բան քանդել, ինչ որ process-ների մեջ լինել։ Եթե դա հնարավոր է իհարկե։ Հա, այդ դրան չակերտավոր կարելի ասել օբյեկտիվ իրականություն։ Այդ օբյեկտիվ իրականության մեջ որոշակի փոփոխություններ յուրաքանչյուր մարդ դնում է ամեն օր իր մտքերի դաշտով, այդ էլեկտրամագնիսական դաշտերով ազդում է իր իրականության փոփոխությունների վրա։ Այո, իսկ եթե ձեր հարազատները կզգան այդ փոփոխությունները, իրանց վրա էլ կազդի։ Մոտիկ, ամիջապես մոտիկ մարդիկ։ Դրա համար էլ շատ-շատերի համար մեծ խնդիր է առաջանում այն շաբլոնները, որ ստեղծում է ընտանիքը, ընկերները, հարազատները, այդ սահմանափակումները երկար ժամանակ մարդկանց պահել են ինչ որ դաշտի մեջ, սահմանափակ դաշտի մեջ։ Դու այլևս չես կարող գնաս առաջ կամ Այդ մի խոսքով, այսպիսի վիճակի մեջ հիմա դա փոխվում է տեզերքից եկած process-ների հետևանքով, ոչ թե մարդն է դրան արժանացել կամ ինքը արել։ Մենք խոսում ենք գիտականորեն, ոչ մի գուշակություն չկա։ Հա, ես փորձում հնարավորինս մաչել, որովհետև առօրյա կյանքով զբաղվելով, այս ամեն ինչով քիչ հետաքրքրվելով կարող եմ հնչել մի տեսակ տարօրինակ։ Դրա համար եթե հարցեր ունեք, դուք ինձ ասեք։ Մենք շարունակենք անպայման կարճատև գովազդի դաթարից հետո մենք նաև կընտրենք ձեր հեռախոսազանգերը։ Սուրճ ու սեր առավոտից։ Տարուն Ութիրյանը
Սուրճ ու սեր առավոտից։ 10:33 րոպե մենք շարունակում ենք աշխատել հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Դուք լսում եք Սուրճ ու սեր առավոտից հաղորդում, այսօր մի տեսակ միստիկ մեզ մոտ տրամադրություն է։ Ես էլ ասեմ գիտական։ Դե միստիկան գիտություն եւ էզոտերիկա։ Իհարկե միանշանակ։ Եվ սիրելի ռադիո լսողներ, մենք այսօր զրուցում ենք աստղաբան, էզոտերիկ, նկարիչ Գուրգեն Հովհաննիսյանի հետ, փորձում ենք իրենց անուններով կոչել։ Ինչ մի բան է հետաքրքիր, այդ մագնիսական դաշտը երբ անդադար փոփոխվում է։ Դրանով է արդյոք պայմանավորված, ես կանխում եմ նաև մեր ռադիո լսողների հարցերը, որ տարերային աղետներն են շատացել կամ այլ խնդիրներ են ի հայտ գալիս, գլոբալ փոփոխություններ կա եղանակային տարբեր երկրներում, հա, անոմալ։ Կարող են կապել դրա հետ։ Փոփոխություններ միշտ եղել են, այնպես չի որ զուտ մագնիսական դաշտի հետ, ասկան 2-300 տարի առաջ որ նայեք եղանակային փոփոխությունները նույնպես եղել են ու այն ժամանակ մարդկային գործոնը համարը չի եղել, չէ՞, աղտոտվածություն եւ այլն նման տեխնոլոգիական զարգացածություն չի եղել, որ դա նպաստի։ Ամեն դեպքում փոփոխություններ միշտ կան, ուղղակի ներկա իրավիճակում վերջի 10 տարվա մեջ հատկապես իրերի երևույթները ավելի բաց են դարել։ Այդ շղարշը դուրս է եկել։ Զուտ տեղեկատվության այսպես ախորների որ ամեն ինչ շատ վատ է, ամեն ինչ շատ կործանվում է, որովհետև թաքցնելու այդ process-ները, մեխանիզմները չեն աշխատում։ Նույնիսկ երկրի ղեկավարները կանգնում ասում են իմ շահից ելնելում է, այսպես անել, այնպես անել, առաջ չէին խոսա, առաջ ուրիշ բաներից կխոսային, համամարտկային արժեքներից եւ այլն կտանեին ուրիշ տեղ։ Հիմա դա կարծես բացահայտ ասվում է։ Իրանք էլ միգուցե զարմանում են, ինչի են տենց խոսում, բայց իրավիճակը նրան է նպաստում, որ այլևս այդ կեղծ մոտեցումը չի աշխատում ուղղակի։ Փոխվել է մտածողությունը, հին աշխարհը փլվում է մի խոսքով, իր մենտալ դաշտում։ Տեղափոխվում ենք նոր աշխարհ եւ իզուր չի որ մեր սերունդը արդեն մեզնից հետո եկող այլ մտածողություն ունի, այլ ընկալումներ ունեն, սա վառապացույցն է դրա։ Ինձ հետաքրքրում է մեր էներգետիկ դաշտի մասին, եթե խոսենք, ամեն մեկը ունի իր էներգետիկ դաշտը, մյուսի մոտ մի քիչ շատ է, մյուսի մոտ քիչ է, այ մի քիչ կարող եք ավելի մատչելի եւ գիտական հենքով բացատրել մարդու էներգետիկ դաշտի կարեւորությունը կամ տարբերությունները։ Եթե բաժանենք կոպիտ ասած 3 մասի, դրանք տարբեր ենթամասեր ունեն։ Կա մարդկային կենթանական մաս, կա աստրալ մաս, կա մենտալ։ Մենտալը մտքերի դաշտն է, այսպես ասենք, աստրալը այդ հուզումներն են, էմոցիաներն են եւ այլն, բայց տարբեր մակարդակների, ցածր աստրալը գոյություն ունի, բարձրել եւ կենթանական մասը, որ մեզ էներգետիկ պահում է բնազդը, բնությունից եկող ազդակ, չէ։ Դրանով ուղղակի մարդուն ինչ է պետք, ոչ մի բան, այն նեյթիվները, բնիկները որ կան Ամերիկայի եւ այլն, իրենց որ անտառում ապրում են, ոչ հագուստ է պետք, ոչ զենք է պետք, ոչ փող է պետք, այդ է պետք մարդուն։ Եթե մենք ավելի ուրիշ զարգացածության ենք գնում, արդեն այստեղ սկսում է միտքը ուրիշ ձևով աշխատել, ուրիշ process-ներ են գալիս, ինչ են քաղաքակրթությունները հիմնվել։ Ամենահինը ասում ենք, չէ, Շումերն է, Եգիպտոսն է, մենք էլ մեր տեղ ունենք, ինչ-որ մի բան փոխելու համար, որտեղ այդպես կարա մնա անընդհատ 8000 տարի, 20000 տարի մարդ կար այդպես ապրի ու ոչ մի բան։ Ինչ որ էվոլյուցիան դաշտի համար որոշակի փոփոխություններ պետք են։ Եվ դա էլ եմ ասում, մարդուց չի գալիս։ Դա գալիս է ուրիշ տեղերից հաստատ։ Այդ կռահողական մտածողությունը յուրաքանչյուրս ունենք։ Հիմա դրա այսպես արձագանքի տակ առաջացել են նախնական հավատալիքները, կրոնները եւ այլն, որ փորձել են դրան պատասխաններ տալ։ Հետո տեսան, որ դա կարելի է որպես զենք օգտագործել։ Մարդկանց իշխելու, կառավարելու, այո։ Եվ ինչպես կրոնը ունի իր թերությունները, նույնպես էզոթերիկան ունի իր թերությունները։ Էզոթերիկա ասելով այն մարդիկ, որ ասում են մենք էզոթերիկ ենք, աստրոլոգ ենք եւ այլն, ինչ որ բան գիտենք, որ դուք չգիտեք, եկեք մեզ ենթակա դառեք, չէ՞։ Այդպիսի տեքստ կա այդ ամեն ինչի մեջ։ Դրա համար յուրաքանչյուրը ունի դա։ Յուրաքանչյուր մարդ, եթե ինքը ազնիվ է ինքը իր հանդեպ, ունի, ուղղակի ինքնաճանաչողության խնդիրն է այստեղ։ Պետք է բացահայտի։ Այո, ամեն ինչ ստեղծված է, որ մարդը ինքը իրեն չճանաչի։ Եվ այսօր, ինչքան է որ տեղեկատվությունը շատ է,
ազատաթվում ամեն ինչը, այնքան ավելի շատ սահմանափակ, այնքան ավելի շատ սնահավատ է դարձել մարդը, քան նախկինում էր։ Այո։ Նախկինում ասելով Պլատոնի ժամանակների նկատի ունեմ։ Եթե Պլատոնը կարողացել է այնպեսի միտք հղա, որ հանրապետության մեջ, որ դեմոկրատիայի մասին, դեմոկրատիան դա ժողովրդի իշխանությունն է, ոչ թե ժողովրդի ամբողջի, Այո։ այլ ժողովրդի մեջի այն սերուցքը, որ կարող է իր իրականությունը փոխել այնպես, որ բոլորի համար լավ կլինի։ Եվ այստեղ մենք տոտալիտար ինչ որ անհատներից կախված չենք լինում։ Օրինակ պետության մեջ կա պետն է որոշում։ Դրա համար մենք ասում ենք հանրապետություն։ Այսպես գեղեցիկ։ Նույնը ռեսպուբլիկան, չէ՞։ Ռեսպուբլիկան գեղեցիկ է հնչում, բայց Գասուդարստվը էլի նույն ռուսերենում գասուդարն է որոշում։ Այսինքն էլիստեղ գալիս ենք այդ իշխանությունների բաժանման թեմայի մեջ։ Ամեն դեպքում այս գիտելիքները օգտագործվել են եւ օգտագործվում են ցավոք սրտի ժողովրդին սնահավատության մեջ պահելու եւ մանիպուլյացիաներ անելու համար։ Սա որպես հանուն ազնվության պետք է ասել։ Այո։ Ամեն ինչ արվում է խառնաշփոթ առաջացնելու համար։ Դեռ հին ժամանակներից դա հույներն են արել, հին հելենիկա, այդ հելենիզմի շրջանում եւ այսօր դա արդեն շատ ավելի այսպես արմատներ է գցել, ավելի խորամանկ արմատներ է գցել, ավելի ուժ ձևով են աշխատում։ Դե որովհետեւ ժամանակին համահունչ պիտի գնան, մարդիկ են փոխվում իրենց մտածողությամբ։ Միևնույն ժամանակ եթե մարդը ազնիվ է եւ ազնիվ ուզում է ճշմարտությունը ճանաչի, իրեն ոչ մի բան չի խանգարի։ Դե միանշանակ կգտնվեն այդ։ Այո, դրա համար այդ ցածր կրքերը, որ ագահություն, չարություն եւ այլն նման բաներ, որ կարող են մարդուն նախանձը հետ մղել, դրանք միանգամից աշխատելու են։ Ամեն դեպքում նրանք ովքեր որ մանիպուլյացիա են անում այս ամեն ինչով, վաղ թե ուշ իրենց շատ դաժան պատժում են։ Այո, կբացահայտվի։ Ամենաարտարոց գալու մեկ հարց։ Շնորհակալություն։ Հարցիրը այսպես վարող իրավունքով ամենաարտարոց դեպքը կամ խնդրանքը, որով դիմել են ձեզ։ Այս զարգարեն ասեն, այսինչ բանը կարող եք ասել, չգիտեմ, վաղը չեմ իսօր, ինձ հետ ինչ կլինի կամ մեկ այլ ինչ-որ այնպես արտարոց մի խնդրանք։ Բոլորը արտարոց են ճիշտ ասած, ես չգիտեմ, որ ձեզ զարմացրել։ Հա, ինձ դժվար է զարմացնել, որովհետև Պարզ է թե մարդիկ ինչ են ուզում մեծ հաշվով։ Դե ուզում են լավ բաներ լսել բնականաբար։ Լսել այն ինչ որ իրենց հաճելի է, հաճելի է եւ ինչ եք անում այդ դեպքերում։ Հիմնականում չեմ պատասխանում, փորձում եմ հեռու մղել։ Ժամանակին շատ էի ջանք գործադրում, ինչ-որ բան բացատրելու, հասկացնելու կամ կիսվելու, ոչ թե հասկացնելու, իմ տեսանկյունը կիսվելու, եթե ուզում եք ընդունեք, ուզում եք չէ։ Բայց հետո տարիքի հետ միգուցե դառնում է դա արդեն ոչ ակտուալ։ Ոնց որ չես ուզում էլ ոչ մի բան փոխես, որովհետև իմաստը կորում է։ Դրա հետևանքով իմջալուց դրա հետևանքով շատ բաց բաներ են լինում, որ ուզում ես ամեն ինչը փոխես, որտեվ տվյալ դաշտում դու ունես այս մտածելակերպը, այս հոգեվիճակը եւ ուզում ես մեծ հաշվով հարմարացնես քո կոմֆորտի հետ, առանց հաշվի առնելով մյուսների ցանկությունը կամ բարի գործ անելու մեջ էլ այդպիսի բան կա, չէ, որ ուզում ես լավ բան արածելես, բայց արդյոք դա պետք է, հա։ Իմիջալոց հիշեցի Շանտարամից մի հատված, երբ հերոսը փորձել էր փոքրիկին օգնել, անգլերեն էր սովորեցրել, որպեսզի նա կարողանա իր հատվածից դուրս գա եւ զբոսաշրջիկների համար էլ վաճառք անի եւ ընկել էր երեխան մեքենայի տակ, ու ինքը իրեն հարց էր տալիս, ես ոնց որ թե ուզեցի լավ բան անեմ, լավություն անեմ, զարգացնեմ երեխային, բայց հիմա դու չգիտես այդ լավությամբ նպաստում ես նրա բարօրությանը, թե ոչ։ Եթե անկեղծ խնդրանքով են դիմում, այդ խնդրանքը միշտ լսվում է։ Բայց եթե մանիպուլյացիաների պահով արի քեզ օգտագործենք, ես ինչ-որ բան եմ մտածել, այս թեման շատ կա, շատ ակտուալ է։ Բոլոր դաշտերում դուք երևի իսկ ինչպես է վերաբերում այ on-line նման սեանսներին, երբ մարդը նստում է համակարգչի առաջ եւ ինչ-որ մեկ այն կողմից ինչ-որ բան է փորձում, հա, իրեն ժամանակավոր երևույթ է։ Ինչ-որ բան բացատրել, ժամանակավոր տեսել, ինչու ոչ։ Ժամանակավոր երևույթ է, իսկ այդ Կասպերովսկում բոլորը հիշում են, կարծում եմ։ Դե բոլորս էլ հիշում ենք այն թվականները, ինչպիսին էին այդ թվականները, այսինքն այդ վակուումից ինֆորմացիոն եւ ամեն ինչից միանգամից դուրս եկել։ Շեղելու խնդիր կար։ Շեղելու խնդիր եկա, մարդիկ էլ հետաքրքրվում էին այդ ամեն ինչով առանց հասկանալու։ Ռիտուալները շատ վտանգավոր են մեծ հաշվով։ Մենք չգիտենք մեր հետ ինչ են անում։ Դուք եթե մինչև վերջ տեղյակ չեք այս ապարատը ոնց է աշխատում, ոնց մենք գիտենք, չէ՞, ինչպես է աշխատում։ Դրա համար մեր համար պարզ
բազա, բայց որ մի աբորիգենի գանստի ստեղ հաստատ ինչ որ մի բաներ կմտածի դուխերի հետ կապված։ Չէ, հերո մնանք այդպիսի բաներից։ Նույնն էլ էսա, դրա համար ինչքան շատ փորձեք ճանաչել ինչա տեղի ունենում կամ թե ինչ որ մի բանի մասնակից եք, գոնե իմանաք այդ process-ները ոնց է, ինչը ուրա տանում, շատ հարցերից կխուսափենք էլի։ Այստեղ մի հարց էլ մեր մտքերը հաճախ ասում են մտքերդ ամեն անգամ մի բարձրաձայնիր, որովհետև նրանք կարող են իրականություն դառնալ։ Համամիտ եք այս ասացի հետ։ Մտքերը, եթե դրանք ուժով են, հա։ Ուժում են այդ մտքերը։ Հիմնականում մարդու մոտ մարդ ավելի շատ հավատում է նեգատիվին, քան պոզիտիվին։ Ինչու՞։ Ավելի ուժով եւ ռեալա թվում։ Մտածում են Իսկ որ այս բանը չի ստացվի, ես կհավատամ, որ չի ստացվի, ավելի ուժեղ են հավատում։ Հա, դրա հետ ասում են, տես ես զգում եի, որ չի ստացվի դրան, բայց իրականում ինքն էր այդ ամեն ինչի հեղինակը։ Որովհետև այդպես տրամադրվել էր։ Այո, ձգել էր, էներգիա էր դրել դրա մեջ, աստրալ էներգիան դա է։ Տրամադրվեմ։ Միայն լավատես լինել, լավը տեսնել, հա։ Բնական հանգիստ, միայն լավով չի լինի, որտեվ լավն է դառնում, երբ որ վատից անցնում ես դեպի լավը։ Այս լավը շատ ուզենալով նոտան պահենք այս լավատեսական նոտան, ձեր շնորհակալություն հայտնենք եւ այո, հորդորենք հեռու մնալ նման խարդախ մարդկանցից, ովքեր փորձում են ինչ-որ բան կանխատեսել, գուշակել, ապրեք ռեալ կյանքով։ Այո, եւ թացը 4-ից փորձեք տարբերել, տարատեսակ շոուների գերին մի դարձեք։ Հիշեցնենք մեր զրուցակիցներ աստղաբան էզոթերիկ նկարիչ Գուրգեն Հովանիսյանը, մնացեք հանրային հետ, մենք դեռ շարունակում ենք եթերը։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:48 րոպե մենք շարունակում ենք եւ այս պահին հայտարարություն, արի ասենք ախտունգ։ Արի հայտարարությունը ներկայացնենք, հայտարարությունը ինձ շատ ներկայացնենք։ շատերին կհետաքրքրի, շատ կարևոր Թափուր հայտարարություն աշխատանք։ իրականում։ Այո, Թափուր աշխատանք։ բայց թող Ինչու, ասա, ինչու չդիմել։ Բայց թող դիմեն այն մարդիկ, ովքեր իսկապես կարող ուժեն Այո։ եւ կկարողանան Այո։ ճիշտ ներկայացնել ու կատարել աշխատանքը։ Սա եւս շատ կարևոր է, Չէ, ոլորտի մարդ լինեն, էլի։ էլի գոնե Ուրիշ ոլորտից չգան։ ներկայացնել Եվ այսպես, հայտարարություն։ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հայտարարում է հանրային հեռարձակողի խորհրդի անդամի Թափուր տեղի համալրման մրցույթ։ Այդ դրա համար Այո։ էինք ասում, որ ոլորտին ծանոթ մարդ լինի։ Այո, դե օրինակ այստեղ վարորդները չեն կարող գալ աշխատել, Կարթա։ ինժեներները չեն կարող Ինձ գալ թվում է շատերին պայմաններն հետաքրքիր։ Դիմումներն ընդունվում են 2025 թվականի մայիսի 13-ից մինչև մայիսի 23-ը ներառյալ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9-ից 18։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 010 52 94 32 հեռախոսահամարով կամ այցելեք Երևան Իսահակյան փողոց 28։ Էնպես որ այցելում եք եւ Հիշեցնենք եւս մեկ անգամ ինչի մասին էր խոսքը։ Այո։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հայտարարում է հանրային հեռարձակողի խորհրդի անդամի Թափուր տեղի համալրման մրցույթ։ Ահա, սա էլ ներկայացրեցինք։ Վաղվանից դիմում ենք ես ու դու եւ վերջ։ Գնացինք, դիմենք, տեսնենք թե ինչ կլինի։ Բայց դե եթերին շատ կկարոտես Տիգրանյան Չէ, ես եթերը երբեք պիտի կատարի իր եթերից ոչ աշխատանքը։ միտեղ չեմ գնա։ Իրականում ամեն մարդ իր տեղում պիտի լինի։ Շատ Երբ ամեն ճիշտ ես։ մարդ իր տեղում լինի, ամեն ինչ շատ լավ կլինի։ Եթե այդպես լիներ։ Շատ Ինչ են գրում ռադիոլսողները։ Ռադիո լսողները այսպես շատ են խորացել այդ մեր թեմայի շուրջ, այսպես այո, բայց ես Արթուրը մեջբերումներ է անում Աստվածաշնչից, շատ լավ է իհարկե, սա եւս շատ կարեւոր է։ Այստեղ մարդիկ ներկայացնում են, որ օրինակ երկրաշարժից առաջ գլխացավ ունեին, ահա տեղի ունեցավ, իրականում այո, մագնիսական դաշտի փոփոխման հետևանքով կան մարդիկ, որոնք կերս գայուն են, գլխացավ կարող են ունենալ ճնշման տատանումներ տեղի ունեն։ Դրանք ֆիզիկական փոփոխություններ են ուղղակի։ Չափող սարք գնել։ Ինչի՞տ է պետք, ինչ է սանը, ինչ է տալու դա քեզ։ Այս համակարգիչը ինչ էներգիա է։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ տեսնեմ իմ էներգիան մագնիսական դաշտի սարքը իմ էներգիան չի կարող չափել կփչանա տեղում։ Այնքան շատ է իմ մագնիսակ էներգիան, որ չի կարող այդ ցանտրակը չկա։ Այսօր արտասահմանյան ռադիոկայաններից մեկով առավոտյան երբ հաղորդում էին հորոսկոպ, ինձ ասացին, որ քո գործընկերները այսօր քեզ մեծ պոզիտիվ են փոխանցելու։ Փոխանցել եմ։ Ուզում հարցնել, ուր է պոզիտիվը։ Այստեղ է, նստած եմ, իմ ամբողջ էությամբ։ Տես ոնց է ժպտում։ Իրականում ինձ համար մեղմ ասած ծիծաղելի են այդ հորոսկոպի ամենօրյա։ Բայց ասա որ ստանդարտություն։ Ուղղակի զվարճանքի աղբյուրն է, լուրջ մի ընդունեք, որովհետև այնքան ընդհանուր բաներ կան այդտեղ ծիծաղելի է ուղղակի։ Պատկերացրեք մի բան, որ մեկ մարդ նստած հորինում է գրում ու ցես համար որ դուք տրամադրվեք։ Աշխատանքի։ Հիմա կոչես ինձնից, ես քեզ կոնֆետներ եմ բերել։ Տես, քաղցրն ապահովված է։ Արի երաժշտական քաղցրն էլ դու ապահովիր ռադիոլսողների համար, որովհետև Աշոտ Հովանեսյանն է գրում Բարի լույս Հայաստան, Տիգրան ջան, պատվերով համերգ չտվա, բայց քո ճաշակով մի հին երգ, եթե կարելի է, այդ առումով դու միշտ մեզ հիշողությունների գիրկն ես ուղարկում։ Իրականում միայն Տիգրանը չի, երկուսով ենք որոշում, ուղարկում ենք։ Իդեպ այս կոնֆետը կոչում է լյովուշկա։ Լսիր, տես, լյովուշկա, ձիկը վկուսնի։ Ու արյուծ է նկարացի միջանոց, Տիգրան, մի շեղվի իրական թեմայից։ Մենք ընտրեցինք մի երգ հատուկ մեր ռադիոլսողի համար։ Էզոտերիկ բնույթով սեր իմ երաս։ Ինչի՞ էզոտերիկ։ Դեպի երազներ, գնացինք։ Քեզ
Կանչում եմ սերիմ երաս քո պատկերն է անվերջ հայտնվում Գախնի այս կյանքում ինձ անվերջ քո մասին է պատմում որ վեր գալու ես ինձ իմ երաս խեն շպիտն է անվերջ շշնջում ես քոն եմ քոն էլ սպասեմ երբ նորից կգաս իմ երաս սեր իմ Երբ դու անցար երաս բարի քեզ հետ անցավ ամեն բարի բայց մնաց դեռ մի բան և ոչ վերջաբան որ կգաս սեր անպայման երբ արթնանամ քեզ սպասեմ ամեն վայրկյան սերիմ քեզ տեն շնչով խենթ կարոտով կանչում եմ սերիմ երաս քո պատկերն Կանչում եմ, այո, քո պատկերը գունավոր լիրիկական ռոմանտիկ տրամադրությունից այո, դուրս կանք հաղորդման վերջին վերադառնանք րոպեներն են սիրելի ռադիոլսողներ Ուղիղ եւ եթեր։ շտապենք մի քանի կարևոր նորություն ներկայացնել ձեր ուշադրությանը մենք նոր փորձեցինք հասկանալ թե խցանումները քանի բալ են այս պահին մայրաքաղաքում 6 բալ է 7 չի Փառք Աստծո եւ կարծես թե Մարդիկ փոքր հասան կենտրոնը աշխատանքի։ հասել են աշխատանքի եւ Հասել են, ծառաբեռնվածությունը մի քիչ Եվ տեղ չկա չացել է կանգնելու այս երկրորդ խնդիրն է Տեղ չկա կանգնելու։ չկա կանգնելու Բայց ունենք փոփոխություններ Զվարթնոց օդանավակայանի շվացուցակում լավ Էլի օթաչուները ոգևորվել են Հիմա արագություն կասեմ- են գերազանցել Կապանից ժամանող չվերթը չեղել է համարվել զուտ երևի եղանակի Զուտ պայմաններ եղանակային պայմաններով, դա էլ ասենք։ Նովոսիբիրսկից ժամանող օդանավը մի քիչ կուշանա 14:10-ի փոխարեն վայրեջ կկատարի 14:29-ին։ Շուտ ժամանում կա Ասեմ, 1 վարքը կար կար։ Ես հիշում եմ կար մեկ շուտ ժամանում կար Գտիր այդ շուտ ժամանում ինձ առանձնապես ուրախացնում են այդ շուտ ժամանումները Չես գտնում Մի րոպե։ Ով փնտրում է, նա գտնում է։ Իդեպ ես տեղեկացնեմ սիրելի ռադիոլսողներ, որ այսօր օթերևութաբանների կանխատեսմամբ, այսպես ասած, տեղումների տոկոսային հարաբերությամբ եթե նայենք, տեղումները մոտավորապես 70% են կազմելու, այնպես որ անձրևանոցը չեք մոռանում եւ եթե նույնիսկ ուզում եք, որ արդեն ձեր հոգին ամառ ու գարուն է ուզում գարնանային եք հակած, այնպես արեք, որ դրսում հաստատ չմրսեք, սա եւս շատ կարեւոր է, որովհետեւ մենք գիտենք, որ այս մոտակա օրերում 8-ից 9 աստիճանով ջերմաստիճան նվազում է մեզ սպասվում, բայց հետո արդեն հուսանք կտականա ու վերջնական կտականա, այլևս որևէ փոփոխություն տեղի չի ունենա։ Մենք նաև ձեր ուշադրությանը ներկայացրեցինք օրվա փոխարժեքը, բոլոր կարևոր նորություններն էլ տեղեկացրեցինք եւ իհարկե սպորտային լուրերն էլ առանձնացրեցինք ու Տիգրանը ձեզ ներկայացրեց։ Լավ Տիգրան ջան, եթե չես գտնում, վաղաժամ չկա։ վաղաժամ Մեկնումների չկա։ մեջ եւս կա փաստորեն ուշացում, նույն այդ Նովոսիբիրսկի ռեյսը հա, բնականաբար բնականաբար, եթե ուշացումով գալիս է, ուշացումով Ել էլ պիտի թռնի, կթռնի, դա այնպես նորմալ է։ որ թեթև տարեք։ Դուք մի ուշացեք կարևոր հանդիպումներից, դուք մի ուշացեք աշխատանքից, դասից, որևէ ուսումնական հաստատությունից, փորձեք հասնել ժամանակին եւ իհարկե ամբողջ օրվա ընթացքում փորձեք պահել լավ ջերմ տրամադրությունն ու փոխանցել այդ ամենը ձեր հարազատներին ու մտերիմներին։ Կհանդիպենք վաղը 9:30-ին։ Մենք ոչ, բայց Տիգրան Մարինան ու Սևակը կողջունեն։ Մարինան ու Սևակը կողջունեն ձեզ սիրելի ռադիոլսողներ։ Բարի եթեր մեր ռադիոլսողներ։ գործընկերներին, մենք 5 շաբթի կաշխատենք։ Այո, մենք 5 շաբթի կաշխատենք։ Լավ օր ձեզ, կհանդիպենք։